Մոկջան, արի այսօր ես ասեմ, թե ինչ ենք պատրաստելու։ Ասեմ։ Ասա իհարկե, բաբջան։ Մեր սիրելի ավանդական տոլման։ Մնացածը թողնում եմ քո երևակայությանը։ Շատ բարի, սիրով կպատրաստեմ, բայց ջեռոցում։ Ընտիր, Մնացածը կասեմ ինչպես։ ընտիր։ Տոլմայի համար մեզ անհրաժեշտ է աղացած միս տավարի, բնական է։ Ես մի քիչ աղացել եմ նաև խոզի միս։ Աղամ, որը նախորոք արդեն ես խաշել եմ, աղ, սող, կանաչիների, 4 կանաչիների խառնուրդ։ Կարմիր, քաղցր եւ կծու պղպեղ, սև պղպեղ, կանաչիների, թարմը կանաչիների խառնուրդ։ Ինչը որ դուք նախընտրում եք։ Լոլիկ, պղպեղ եւ սմբուկ։ Եվ բրինձ։ Ես նախընտրել եմ երկար, դուք կարող եք նաեւ կլոր բրինձ վերցնել, որը որ նախընտրում եք։ Հիմա մսին ավելացնում ենք սող, իդեպ սողը ես աղացել եմ, բայց կարող եք նաև քերիչով, խոշոր քերիչով անցկացնել, կարող եք կտրատել շատ մանր, ինչպես որ դուք նախընտրում եք։ Կանաչի, չորացած կանաչիները, պղպեղները և բրինձը։ Անում նաև աղը։ Աղը ձեր ցանկությամբ, ինչքան որ ցանկանում եք, այդքան էլ լցրեք։ Ուզում եմ ասել, ես չեմ օգտագործում հիմա այստեղ տոմատի մածուկ, որովհետև հետո ցույց կտամ ինչ պետք է անեմ։ Այդ պատճառով էլ հիմա ես չեմ ավելացնում։ Այժմ մսի ֆարշը պատրաստ է։ Հիմա անցնում ենք մյուս գործողությանը, ցույց տամ, թե ինչ ենք անելու։ Սմբուկը եւ պղպեղը մաքրած է արդեն, ներսի կողմից աղ ենք անում եւ նախորդ ես պատրաստել եմ հիմա լոլիկի հյութ։ Լոլիկի հյութը հիմա եռում է, սմբուկը եւ պղպեղը պետքա գցենք մեջը եռա։ Եռալուց հետո վերցնում ենք, թողնում ենք մի քիչ հովանա, որպեսզի կարողանանք լցոնել։ Եվ այսպես մենք բոլորը աղով համեմեցինք։ Հիմա արդեն եռում է հյութը, ասեմ, որ կարող եք սմբուկի կեղևը մաքրել, տեսեք, ես մաքրել եմ մի հատը, իսկ մեկը ոչ։ Ես նախընտրում եմ չմաքրածը, որովհետև մենք ջեռոց պետք է ուղարկենք։ Այսպես մի 2 րոպեի չափ մնա ու հանենք։ Այդպես շարունակ մնացածներ, պղպեղներ եւ մնացած սմբուկները։ Մինչ բանջարեղենը շոգեխաշվում է, մենք հիմա պատրաստում ենք սոխարած, սոխ եւ տոմատի մածուկ։ Արդեն հանում ենք։ Այժմ մեր բոլոր բանջարեղենները լոլիկի հյութի մեջ շոգեխաշվել է, պատրաստ է։ Անցնենք հաջորդ գործողությանը, սոխարածին։
Այժմ լցոնում ենք։ Շատ համեղ բուրմունք ունի։ Բանջարեղենի բուրմունք ուղղակի հիասքանչի։ Իդեպ ուզում եմ ասել, որ լոլիկները մենք չենք շոգի խաշում, քանի որ նրանք փափուկ են, ուղղակի մենք լցոնում ենք միսը, հետո կդնենք եփելու։ Այսպես։ Սիրելիներս, այժմ բանջարեղենը վերջացրեցինք, այժմ կաղամբով ենք փաթաթում։ Համեղա լինելու։ Բա Վարդիկ ջան, քո ցանկությունդ կատարեցի սիրելիս։ Ապրես։ Այժմ լցնում ենք շերտերի սոխարածը։ Հետո շարում ենք բանջարեղենը ցույց կտամ։ Իրենս նայեք ինչ գեղեցկություն է, որտեղ որ շոկե խաշեցինք բանջարեղենը լոլիկի հյութի մեջ, հիմա այդ հյութը մենք լցնում ենք պատրաստի տոլմաների վրա, այսպես, նաև լոլիկի միջուկը ունեմ, հանած, սա էլ եմ լցնում, մի մասներ կթողեմ, որ ջեռոցի մեջ լցնեմ, ջեռոց դնելուց առաջ։ Ամբողջությամբ պատրաստ է, դնում ենք գազօջախի վրա, մինչև կիսաև դառնալը, անպայման կիսաև, որտեղ ջեռոց պետք է ուղարկենք։ Սիրելիներս, ես մի փոքր ժյուղ եմ արել, հալածրի գցել եմ, հիմա դասավորում եմ կիսաև տոլմաները, այսպես, դասավորենք և կուղարկենք ջեռոց, այնպես մի հրաշք բուրմունք է, Հիմա ես ուզում եմ լցնել վրան լոլիկի հյութը, տոմատի մածուկի հյութը, երկու շերեվ և հետո պատրաստված տոլմայի, կիսաև եղած տոլմայի արգանակից ենք լցնում։ Եվ ուղարկում ենք ջեռոց։
Ուղարկում ենք ջեռոց 200 աստիճանի տակ, մինչև ինքը վարդագույն է լինում վրան։ Ասես թույլ կարմրում է։ Այժմ պատրաստ է մեր տոլման ջեռոցի։ Խնդրեմ։ Այսպիսի տեսքով։ Սիրելիներս, նայեք ինչպիսին է։ Մոտավորապես 40 րոպե ինքը եփվեց 40 րոպե։ Հիմա ես կհամտեսեմ եւ իմ անկեղծ կարծիքը կհայտնեմ ձեզ։ Անկեղծ մի փոքր կծվություն ունի, ինձ դուր է գալիս, իհարկե եթե կծու սիրողներին ավելի դուր կգա, ինքը շատ յուրահատուկ համ ունի։